Բոլոր բարիքների պարգևատու, բժշկության աղբյուր և առատաբող գանձ, դու միակ բարի և ողորմած Աստված ես, խնդրողներին միշտ բարիքներ պարգևող, քանի որ ես ինքս շատ հաճախ ինձ վրա զգում եմ անսահման զորությունը քո բժշկության և բարի պարգևների, որ մշտապես առաքում ես ինձ, այս պատճառով էլ առանց վախենալու աղաչում եմ քեզ Քրիստոս, համբերատար Աստված, թող իջնի ինձ վրա քո սովորական շնորհը, որպեսզի հավաքի իմ միտքը և այդ շնորհը թող բժշկի բոլոր իմ ծպտյալ խոցերը։ Բայց դու ինքդ երկայնամիտ Տեր, որ միշտ բժշկում ես քո շնորհներով և առատաձեռնությամբ, իբրև ողորմած, բժշկիր իմ մեղավորից ծանր հիվանդությունները, իսկ ես Տեր իմ, հնարավորություն չունեմ որևէ բանով հատուցելու բժշկության փոխարեն, որովհետև ինչ գին կարող ենք դնել քո բժշկություններին։ Ոչ երկինքը և ոչ էլ երկիրը չեն կարող տալ այնպիսի հատուցում, որն արժանի լինի քո արած բժշկություններին։ Քո մեծագույն առատաձեռնությունը, ահա սա է քո ողորմածության բժշկությունը, որովհետև անհնար է երկնային ու սուրբ բժշկումները գնել, որովհետև դրանք անգին են։ Սակայն դու Փրկիչ, բժշկումներ տալիս ես արցունքների համար և դառն արտասուք թափելու համար պարգևում ես դրանք ամենքին։ Ուստի ով չի զարմանում, ով չի ապշում, ով չի օրհնաբանում քո անչափ ողորմած բարեգործությունը, մեր հոգիների Փրկիչ, երբ դու որպես քո բժշկության գին բարեհաճում ես ընդունել մեր արտասուքները։ Ով արտասուքի զորություն, ուր ասես չես տարածվել դու, շատ մեծ համարձակությամբ անարգել կերպով մուտք ես գործում հենց երկիր։ Ով արտասուքի զորություն, հրեշտակների բոլոր դասերը և բոլոր երկնային զորությունները անդադրում զվարճանում են քո համարձակությամբ։ Ով արտասուքի զորություն, որ եթե ցանկանաս կարող ես ուրախությամբ կանգնել ամենասուրբ Տիրոջ սուրբ և բարձրագույն գահի առջև։ Ով արտասուքի զորություն, որ աչքը վերսլացնելով վայրկենապես հասցնում ես երկինք և քեզանից խնդրվածը ստանում Աստծուց, որովհետև նա քեզ ընդառաջ է գալիս սիրով բերելով խնդրածը։ Արդ Տեր իմ, ինձ անարժանիս պարգևիր ամենօրյա արտասուքներ և զորություն, որպեսզի իմ սիրտը բերկրանքով արցունքի աղբյուրներ հեղելով անդադար լուսավորվի մաքուր աղոթքով և որպեսզի ավելի քիչ արցունքներով ջնջվեն անչափ շատ գրվածքներ, իսկ անչափ քիչ լացով հանգցվի այնտեղ ոսկլտացող կրակը, որովհետև եթե այստեղ արտասվեմ, այնտեղ կազատվեմ անշեջ կրակից։ Ամեն օր բորբոքում եմ քո երկայնամտությունը Տեր իմ, իմ աչքերի առջև միշտ և իմ դառնությունն է և քո ողորմածությունը, բայց քո երկայնամտության բարիքները հաղթահարում են իմ դառնությունները։ Թռչունները մեծ հոգատարությամբ են կերակրում իրենց ձագուկներին և մերժվելով իրենց սեփական ձագերից, նրանց անհոգատարությունն այն աստիճանի չի հասնում, որ ոտնատակ անեն նրանց, որովհետև հաղթահարվում են սեփական գութից։ Եվ եթե թռչուններն են այդքան գթառատ, ապա որքան առավել է քո վերին օգնությունն ու գթառատությունը Տեր իմ։ Ուստիև ամեն ինչ հաղթահարվում է քո սեփական առատաձեռնությամբ, որովհետև ողորմում ես քեզ փափագողներին։ Նույնը պատահում է նաև մորը, որը անարգվում է իր իսկ զավակի կողմից, սակայն նրա սիրտը չի կարողանում արհամարհել նրան, որովհետև հաղթահարվում է իր գթասրտությունից։ Եթե սեփական կաթով կերակրող մայրը հաղթահարվում է իր գթասրտությունից, ապա որքան առավել է քո մարդասիրից վերին օգնությունը։ Հոգեսեր Տեր, որ ամեն օր հաղթվում ես քո գթասիրությունից, որպեսզի անդադար փրկես և ողորմես քեզ փափագողներին։ Արդ, քանի որ ես պիղծ թշնամու իշխանության տակ եմ, որը միշտ հալածում է ինձ, ապա օր ու գիշեր արտասուքներով պիտի կանչեմ քո գթասրտությունը, որպեսզի դու ինձ ազատես նրա հարձակումներից։
Որովհետև ով կարող է տանել չար դևի խարդավանքները, Տեր իմ, եթե անգամ մեկ րոպեով ինձ լքի քո վերին օգնությունը։ Չար թշնամին ամեն ժամ և խոսքերով և գործերով հալածում է իմ հոգին։ Քո զորությունը, Տեր իմ Քրիստոս, որ հանդարտեցրեց ծովի հողմակոծ ալիքները, կդադարեցնի նաև նրան, որպեսզի նա ինձ քո ծառայի վրա զորություն չունենա, որովհետև ամեն օր նա վերականգնում է իմ դեմ իր հնարները, շտապում է տիրել իմ մտքին, հեռացնելով քո պատվիրանների քաղցրությունից և դրանց հիանալի ուսուցումներից։ Ուստի Տեր իմ, անմիջապես առաքիր քո երկնային շնորհները, որպեսզի հեռացվի քո ծառայից հզոր օձը իր բոլոր զազրելի և դիվական խորամանկություններով։ Սրա հետ միասին, Տեր իմ, քեզ կհամոզի քո առակը, քանի որ դու ասացիր, որ քաղաքում մի դատավոր կար, որը Աստծուց չէր վախենում և մարդկանցից ընդհանրապես չէր ամաչում։ Եվ այդ նույն քաղաքում ապրում էր մի աղքատ այրի, որն ամեն օր խնդրում էր դատավորին և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»։ Եվ դատավորը երկար ժամանակ անողորմաբար անուշադրության էր մատնում ճնշված կնոջը։ Սակայն այրի կնոջ համբերատարությունը հաջողությամբ պսակվեց և ճշմարիտ ճանապարհի բերեց անողորմ ու անգութ դատավորին։ Վիրավորված այրին գնում էր անողորմ և անարդար դատավորի մոտ, որպեսզի պաշտպաներ իրեն իր հակառակորդից։ Իսկ ես գալիս եմ իմ ողորմած, համբերատար և բարերար Տիրոջ մոտ, որը իշխանություն ունի երկրի և երկնքի վրա, որպեսզի շուտով ինձ լսի։ Սուրբ և աստվածային շուրթեր, որովհետև ճշմարիտ ես դու, օրհնաբանված Աստված, ինչպես որ ինքդ ասացիր, Փրկիչ։ Արդ, ցույց տուր քո պաշտպանությունը բոլոր նրանց, ովքեր օր ու գիշեր իրենց հույսը դրել են քեզ վրա, Տեր իմ։ Նաև մի հապաղիր պաշտպանել ինձ։ Հեռացրու ինձնից չար դևին և ուղղիր իմ ճանապարհը դեպի քեզ, որպեսզի քո երկնային շնորհներով հաղթելով թշնամուն փառաբանեմ քեզ բարեգութ և երկայնամիտ, և միայն քեզ օրհնաբանեմ միակ Աստված, որ միշտ կամենում ես, որ բոլոր մարդիկ փրկվեն։ Քանի որ իմ կյանքի ժամանակը ծախսվել է ունայն և ամոթալի զբաղմունքների մեջ, պարգևիր ինձ բժշկություն, որպեսզի կարողանամ հիմնովին բժշկվել իմ ծածուկ հիվանդություններից և զորացրու ինձ, որ գոնե մեկ ժամ ժրաջանորեն աշխատեմ քո այգում, իսկ դատարկ կյանքի ժամանակը արդեն հասել է իր ավարտին։ Գնացով լի իմ նավակը ուղղիր ըստ քո պատվիրանների և ինձ ողորմելի վաճառականից պարգևիր խելամտություն վաճառելու իմ ունեցվածքը, քանի դեռ ժամանակ կա։ Քանի որ նավարկության ժամանակը մոտեցել է իր ավարտին, մեծ փոթորիկը վրա է հասել և հենց ժամանակը կոչ է անում ինձ ընդարմացածից ցույց տուր այժմ ծույլ ամբողջ գնացդ, որ ունեցել ես քո ողջ կյանքի ընթացքում։ Եվ ինձ տկարիս սարսափեցնում է մահվան ժամը, որովհետև երբ անդրադառնում եմ իմ գործերին, իմ հոգին սարսռում է, տեսնում եմ իմ անհոգ ծուլությունը և քարանում են իմ ոսկորները։ Բաժանման ժամը հառնեց իմ աչքերի առջև, և խորհրդացելով դրա մասին, ես ահա որ սարսափի մեջ ընկա։ Ուրախանալու փոխարեն ավելի շատ վախենում եմ, որովհետև շնորհներով լցված արժանավայել գործեր չարեցի, և մահվան ժամանակ բոլոր ինձ նման մեղավորներին սպասվում է ահա որ սարսափ։ Սակայն սրան հակառակ, բաժանման ժամը ուրախություն է պատճառում բոլոր սրբերին, արդարներին և ճգնավորներին։ Նույն բաժանման ժամը տրտմության մեջ է գցում անփույթներին և թույլերին, երբ հիշում են իրենց անցած կյանքի ժամանակամիջոցում ցուցաբերած անփութության և ջանասիրության պակասի մասին։ Եվ այն ժամանակ զղջումը ահավոր կերպով չարչարում է մարդու սիրտը, որն այս կյանքում ջանասիրությամբ չէր հոգում իր փրկության մասին։ Նրա զղջման չարչարանքը գերազանցում է նույնիսկ մահվան և բաժանման ահը։ Սրան հակառակ արդարները, սրբերն ու ճգնավորները ցնծությամբ են դիմավորում իրենց մահվան և բաժանման պահը,
Աչքերի առջև ունենալով իրենց հզոր ճգնավորական աշխատանքը, հսկումները, աղոթքները, պահեցողությունը, արտասուքները, մեր հողի վրա պառկելն ու խարազանազգեստ ապրելը։ Նրանց հոգին ցնծում է, որովհետև մարմնից բաժանվելուց հետո ցանկանում են մտնել հանգստարան, բայց սարսափելի է մահվան հայտնվելը մեղավորների, նաև թուլական մարդկանց համար, ովքեր այս ունայն աշխարհում չեն հոգում իրենց կյանքի սրբության մասին։ Եվ մեղավոր մարդուն բաժանման ժամը ավելի ուժգնորեն է տրտմեցնում, նրան ընդհանրապես չի թույլատրվում որևէ բան ասել իր համար, եւ այդ ժամի համար կարգադրությունը խստորեն է տրվում։ Ավաղ, ավաղ հոգի, ինչու հոգ չես տանում քո կյանքի համար, ինչու ես պարապ զվարճություններով անցկացնում քո ամբողջ կյանքը, արդյոք չգիտես, որ քեզ հանկարծակի կկանչեն, ինչ պիտի անես այնտեղ անհոգաբար այստեղ ապրելով, ինչ ես պատասխանելու քեզ արդարացնելու համար, երբ կանգնես ահեղ դատաստանի առջև։ Միթե չես հասկանում, ով դժբախտ, թե ինչպես է քեզ խաբում նենգ թշնամին, չգիտես ով ցրված, թե ինչպես է նա օրեցօր առևանգում քո երկնային հարստությունը։ Զգաստացիր հոգի, ահեղ պատերազմի ժամին, խնդրիր Աստծուն արտասվալի աղոթքներով, աղերսիր Աստծուն վշտալի սրտով և շուտապույտ կուղարկի օգնության գթասիր թրեշտակին և կազատի քեզ այդ պատերազմից և թշնամու խռովություններից։ Աշխատիր, որ բաժանման ժամին չգտնի քեզ տրտմության մեջ կամ տրտնջալիս, որպեսզի դու չարտասվես հավիտյանս հավիտենից։ Այն պահին ամեն ինչ կգա քո միտքը և դառնորեն դժգոհելով ինքդ քեզ կասես. ամեն ժամ ես հիշում էի այս ամենը, որ պիտի գար և իմ մասին ասում էի, երկրի վրա գտնվելու իմ օրերը այնպես անցկացնեմ, որ մեղքեր չգործեմ, կրկին անգամ Աստծո պատվիրաններից չհեռանամ, միշտ մեծագույն ջանասիրությամբ անեմ Աստծուն ցանկալի գործեր։ Իսկ այժմ ես դատարկապորտ մի մարդ դուրս եկա, որն իր մոտ չունի ոչ մի բարի գործ։ Ներս մտիր հոգի ինքդ քո մեջ, անդադար ճգնիր և միշտ երկյուղ ունեցիր։ Սիրիր քո Աստծուն և բարի գործերով ծառայիր նրան, որպեսզի երբ գա մահվան և բաժանման ահեղ ժամը, քեզ գտնի պատրաստ և մեծ ուրախությամբ իրեն սպասող։ Խորամուխ եղիր հոգի քո վարքի և Աստծո կանչելու մասին։ Բաժանման ժամը չի տրտմեցնում այն մարդուն, որն ազատագրվել է երկրավոր ամեն բանից, սակայն մահը տրտմեցնում է անհոգ և ցրված մարդուն, տրտմեցնում է մեղավորին, ծույլին, որը ծուլացավ աստվածահաճո գործեր անել։ Մահը տխրեցնում է նաև ընչաքաղցին, որն իր հոգին ծանրացրել է աշխարհիկ հոգսերով, տխրեցնում է հարուստին, որովհետև ակամա բաժանում է նրան իր սիրած աշխարհից, տխրեցնում է հայրերին, որովհետև բաժանում է իրենց սիրած զավակներից, տխրեցնում է խաղաղասերին, որովհետև լացի ժամանակ բաժանում է նրանց միմյանցից։ Նրանք բոլորը տրտմելու են մահվան ժամին, որովհետև կապված են աշխարհիկ հոգսերով։ Իսկ ինչի համար պետք է հոգոց հանես և տրտմես հոգի, որ ազատագրված ես աշխարհից և հրաժարված նրա խնամատարությունից։ Եթե կոչվում ես ազատ, ապա միշտ այդպես եղիր և արիաբար ընթացիր Աստծո ճանապարհով, պատրաստակամորեն կատարելով աստվածահաճո գործեր։ Եթե քո ամբողջ հոգով միանաս Աստծուն, ապա երբեք չես վախենա մահվան ժամից, ավելի շուտ մահն ու մարմնից բաժանումը կվերածվեն քեզ համար ուրախության։ Փրկիր ինձ, ողորմած Տեր, փրկիր ինձ, Աստծո որդի անմեղ Քրիստոս, և պարգևիր ինձ փրկիչ կյանքի մասին խորհրդածություն, որպեսզի նրանից բացի ես երբեք իմ սրտում չունենամ որևէ ուրիշ բան, որպեսզի ես միշտ կատարեմ քո կամքը, ինձ մեղավորիս տրված շնորհների միջոցով, միշտ պատրաստ և սիրով քայլեմ քո պատվիրաններով, գործի մեջ օգտագործելով այն արծաթը, որը պարգևել ես դու երկնավոր Թագավոր, արժանանալով քեզնից գովասանքի Տեր։ Երբ դու գաս Աստված իմ, մաքուր սրտով համարձակությամբ ասեմ. երանելի եմ ես Տեր, որ եկար դու,
անմահ Փեսայի հարսանիքի համար զգեստավորիր ինձ վայելուչ զգեստներով, որոնք ես ձեռք եմ բերել քո պարգևած շնորհներով։ Կվառեմ լավ Տերը Քրիստոս, որն ինձ պարգևել է քո երկնային շնորհն ու համբերատարությունը։ Ցնծությամբ կելնեմ քեզ ընդառաջ, գովաբանելով և օրհնաբանելով անմահ Փեսայիդ, որպեսզի արժանի լինեմ բաժնեկից լինելու արդարներին և սուրբերին, որոնք հաճելի են քեզ, հավիտյանս։ Ամեն։